Կրկին ակտիվացել են տարատեսակ բլոգեր վերլուծաբանները, վարորդ ռազմագետները եւ գեներալ խոհարարները։ Օր ու գիշեր ինչ-որ վերլուծություններ են անում, պատերազմ են գուժում։ Հիմա էլ սկսվել են ասեկոսեները, թե իբր հրաման է տրվել չկրակել, որ հողերը հանձնեն։ Հարգելի հայրենակիցներ, ձեր ճակերտավոր սրտի բլոգեր վերլուծաբանները ոչ մի լուրջ տեղեկատվության չեն տիրապետում։ Նրանք պարզապես վերստում են իրենցից ավելի լող կամ մի փոքր ավելի քիչ լող մեկի նյութը եւ սկսում դրա վրա նոր սցենարներ գրել, թե այսօրը պատերազմ կսկսվի, այսօրը միջանցքը կգրավեն եւ այլն։ Սա ոչ այլ ինչ է, քան լայքերի մուրացկանություն։ Այս մարդիկ ինչպես միշտ տեղեկություններ են իմանում զուգարանում նստած, իսկ հետո սկսում տարածել խուճապային սուտ լուրեր։ Մի հավատացեք նրանց եւ առավել եւս մի տարածեք այդ տեղեկությունները։ Այո, ոչ ոք չի պնդում, թե թշնամին չի կարող սադրանքի դիմել, կամ թե նա պուպուշ է, բայց հավատացեք, ամեն ինչ արվում է թշնամուն զսպելու համար։ Աշխատում են դիվանագիտական խողովակները, ռազմական խորհուրդը։ Օրեր առաջ թշնամու 2 զինծառայող անհետացել էր, ինչը նրանք փորձում էին թաքցնել, սակայն ծնողների եւ իրավապաշտպանների ճնշմամբ 3 թշնամու ՊՆ ստիպված եղավ հայտարարություն տարածել, որ ժամկետային զինծառայողներ Ռուսլան Համիդովը եւ Ալի Իվանովը մոլորվել են Մառախլապատ եղանակի պատճառով եւ մնացել ձնահյուսի տակ։ Նրանց դեռ փնտրում են, հույս ունենալով, որ ողջ են։ Ես ձեր խելար Տիրունանը։ Այս միջադեպը մեծ արձագանք է առաջացրել նաև թշնամու ներսում։ Սա եւս զսպման իր դերն ունեցավ։ Հասարակությունն արդեն մեղադրում է իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը մարդկային կորուստների համար։ Փակ չաթերում համատարած խուճապ է։ Բոլորը պահանջում են օր առաջ կնքել պայմանագիրը եւ չգնալ սադրանքի, գնահատում են իրենց կորուստները։ Հարգելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության բանակը հավատարիմ է հրադադարի ռեժիմին եւ սադրանքների չի տրվում։ Սակայն եթե Տամին Աստված չանի, որոշի որևէ գործողություն ձեռնարկել, ապա վստահ եղեք, պատասխանը կլինի կտրուկ եւ անհավատալի Հայաստանի Հանրապետության տիրապետության տակ գտնվող բոլոր միջոցներով։ Բանակը զգոն է, իր տեղում է եւ հավատացեք, այսօր դա լրիվ այլ ուժ է։ Ուստի դուխներդ բարձր պահեք, սադրանքներին մի տրվեք, քաղաքական խաղերից զերծ մնացեք եւ հետևեք միայն եւ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Կգա մի օր եւ կմնա մի օր։ Ամեն ինչ շատ լավ է լինելու։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Հրադադարի ինտենսիվ էական խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով, բազմակի ճշգրտումներից հետո։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին եւ սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ եւ մտածածին տեղեկություններ հրապարակելուց եւ հետեւել ՊՆ պաշտոնական լրահոսին։ Իմ կողմից ավելացնեմ, որ սա էլ կանցնի կգնա, բայց բանակին վնաս հասցրած դեղատան փուչիկների պատիժը չի ուշանա։ Հրանտ Միքայելյան։ Բարև ձեզ հարգելի Facebook-յան ընկերներ եւ ոչ միայն ընկերներ։ Ողջունում եմ նաև հիմնադիր զավակների մեր ընկերներին, նրանց ում հետ հասցրել ենք ծանոթանալ, շփվել եւ նրանց հետ ում հետ դեռ չենք հասցրել ծանոթանալ, շփվել, այս բոլորին այս կարճ կփորձեմ կարճ սահմանափակվել կարճ ժամանակի մեջ ուղիղ եթերս, որը համ մեր օրերի մասին է, թեև ահռելի բան կա ասելու, համ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին են։ Ինչ վերաբերում է սահմանների լարված վիճակին, եկեք սկսենք այդտեղից։ Իմ մտահոգությունը հետևյալն է, որ սահմանային լարված վիճակը ավելի շատ պատերազմի սպառնալիք է, որպեսզի մեզանում ավելի այսպես ընդունելի դառնա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, Նիկոլ Փաշինյանական խաղաղության օրակարգը, որի համար նախապայման է կարծես նոր սահմանադրությունը կամ սահմանադրության պրեամբուլայի փոփոխությունը։ Ես չգիտեմ նախաբանի փոփոխությունը Նիկոլ Փաշինյանը ինչպես կանի կամ չի անի,
Բայց գիտեմ, որ արդարադատության նախարարը արդեն մի քանի անգամ խոսում է սահմանադրության, նոր սահմանադրության մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն է խոսում նոր սահմանադրության մասին։ Հիմա տեսեք ինչպիսի մի հետաքրքիր փակուղային իրավիճակ է ստեղծվում։ Սահմանադրությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ավիրի, թեև նա կարելի է փոխել դեպի լավը, բայց որպեսզի ավիրի իր ձևով, իր պատկերացրածով, պետք է այնպես անի, որպեսզի ժողովուրդը ուզենա, որ այդ սահմանադրությունը փոխվի։ Բայց քանի որ դա Ադրբեջանի եւ Ալիևի պահանջն է ու հատկապես վերաբերվում է պրեամբուլային, պիտի ժողովուրդը ուզենա փաստորեն, որ Ալիևի պահանջը լինի։ Իսկ դա երբ կարա լինի, եթե բերեն մեզ նորից համոզեն, որ եթե չուզենակ կլինի ագրեսիա, սահմանային լարվածություն, զոհեր, հարձակում եւ այլն։ Այն ինչ բազմիցս արդեն օգտագործվել է։ Այն նույն հնարքը, ինչ բազմաթիվ անգամներ արդեն օգտագործվել է։ Ու հիմա հերթայք է հասել է սահմանադրությանը։ Եվ չի բացառվում, որ ստեղծեն արհեստական լարվածություն սահմաններին, արհեստական ագրեսիա, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդս, որը պիտի քվեարկի սահմանադրության օգտին, առնվազն բնակչության 1/3-ը պիտի մասնակցի հանրակրվեին եւ պլյուս 50+1%-ով Նիկոլ Փաշինյանի առաջարկները պիտի ընդունելի լինեն, որպեսզի այդ սահմանադրությունը անցնի։ Մի խոսքով դա անելու համար ինչա պետք է նորից մտցնել պատերազմի նկատմամբ վախ, նորից սարսափ ադրբեջանական զորքերից, ադրբեջանական հարձակումից։ Ու այդ սարսափին ի պատասխան հերթական զիջումը, որը սակայն սահմանադրության տեսքով ժողովուրդ անհեթեթությունը, Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարությունը, նրա իշխանությունը ի վիճակի չի նոր սահմանադրություն գրելու։ Եթե նույնիսկ ի վիճակի լինեն աշխարհի լավագույն մասնագետներին հավաքեն հայ ժողովրդի համար, հայաստանցիների համար, նրանք այդ սահմանադրությունը գրողը չեն, աշխարհի լավագույն մասնագետներն անգամ հայության համար սահմանադրություն գրելու ունակ չեն։ Նրանք կարան տիպային ինչ-որ մի բան բերեն, ճպստեն մեր վզին, ասեն, այսի վերցեք արեք։ Չգիտեմ, իսպանացիները սենց են անում, դուք էլ սենց արեք։ Ուզբեկները սենց են անում, դուք էլ սենց արեք։ Ռուսները սենց են անում, չգիտեմ, էստոնացիները սենց են անում, դուք էլ տեն, ռումինացիները տենց են անում, դուք էլ տենց արեք։ Հայ ժողովրդի համար աշխարհի լավագույն մասնագետներն էլ որ գան, իտո չեն կարա առանձնակի յուրահատկություններ հաշվի առնելով սահմանադրություն գրեն։ Մենք էլ որպեսզի սահմանադրություն գրենք, դրա համար պետք է խելքի տանք, հավաքվի որոշակի մարդկանց խումբ, որոնք այդ սահմանադրությունը կհավաքեն Հայաստանին ու հայությանը հարմար, հայաստանցիներին հարմար։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի օրենք Հայաստանում չի կարա գրի, որտեղ դրա լիազորությունը չունի, ինքը գործադիր իշխանություն է։ Հայաստանում օրենք գրելու իրավունք ունեն ազգային ժողովը։ Իսկ ազգային ժողովը եթե օրենք գրելու իրավունք ունի, սահմանադրություն գրելու իրավունք հաստատ չունի։ Հայաստանում չկա այդ մարմինը, որ նոր սահմանադրություն գրի։ Նման մարմին ձևավորելու համար բարձր լեգիտիմություն ունեցող որոշակի խումբ է պետք։ Առանձին վերցրած հոդվածների փոփոխություն սահմանադրության մեջ կարող են անել։ Դա սահմանադրությունը թույլ է տալիս, բայց նոր սահմանադրություն գրելու համար այդ նոր սահմանադրությունը գրելու մանդատ ունեցող մարդիկ են պետք, խումբ է պետք, որ դա գրեն, բերեն ժողովրդին ասեն, ուզում եք, թե չեք ուզում։ Բայց այդ մարդիկ պետք է մանդատ ստանան ժողովրդից այդ գործը անելու, այս պատերազմն ու այս ոչ բարով հեղափոխությունը բերում են նոր հասարակարգի պատվեր, պահանջ, դուք 7 տարին մսկեցիք, ոչինչ չարեցիք։ Հիմա ազգի մի զգալի մասը լոբինգ է անում նոր աշխարհակարգի տարբեր խաղացողներին է լոբինգ անում։ Ներկայացնում գովերքում, մեկը արևմուտքին, մեկը Ռուսաստանին, չգիտեմ, մեկը նույնիսկ Ադրբեջանին ու Թուրքիային, մեկն էլ չգիտեմ, Ֆրանսիային ու Ամերիկային։ Մենք դրանով չենք զբաղված, մենք աշխարհակարգ չենք կառուցում, մենք ուզում ենք Հայաստանում հասարակարգ կառուցենք, նոր հասարակարգ, ոչ պոստսովետական,
ոչ պոստսովետական, մեր հոգուն հարազատ, մեր նախնիներին հավատարիմ, մեր սերունդների առաջ պատասխանատու եւ մեզ համար հարմար հասարակարգ։ Էնպես որ ժողովուրդ ջան, այս լարվածությունը նրա համար է, որ խաղաղության խաթեր գնաք հանրակրվե անեք։ Ու ընդունեք Նիկոլի դեմ տված, Ալիևի պասերով Նիկոլի դեմ տված սահմանադրությունը, որը ապականելու է սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության գաղափարը։ Հուսամ կհասցնենք թույլ չտալ, որ նա դա ապականի։ Եվ վերջին հաշվով էլի կրկնեմ, դուք մանդատ չունեք նոր սահմանադրություն գրելու ու ժողովրդին ներկայացնելու։ Դուք այդ մանդատը չունեք, ումից եք ստացել։ Որ օրենքով է դա կարգավորվում։ Հղում չանեք սահմանադրությանը։ Չկա, դուք նոր սահմանադրություն եք բերում։ Ձեզ սկի օրենք գրելու մանդատ չեն տվել, դուք գործադիր մարմին եք։ Մինիստրը ես, զամինիստրը ես, չգիտեմ, իրավաբան ես, կոնսուլտանտ ես, դու սկի օրենք գրելու, օրենք ներկայացնելու իրավունք չունես։ Ազգային ժողովն է օրենսդիր ֆունկցիաներով ոչ տված։ Դու քանի գլուխ ունեք, սահմանադրություն եք գրում։ Այդ մանդատը դու չունեք։ Այդ մանդատը կունենամ ես, եթե վաղը ինձ ժողովուրդը ընտրի, ասի հա Հայկ ջան, գալիս ես այդ նախընտրական գաղափարով, այդ իդեայով գալիս ես, որ քեզ ընտրենք, դու նոր սահմանադրություն ես բերելու։ Հարց չկա, կընտրեն, կբերեմ։ Չեն ընտրի, ասեմ կներեք, ինձ ժողովուրդը այդ առումով ձայն չտվեց։ Նույնը մյուսներին է վերաբերվում։ Թերևս այսքանը հարգելիները, սահմանադրությունը լուրջ բան է։ Սահմանադրությունը այն բարձրագույն ինստիտուտն է, որ պետք է լինի մնացած ինստիտուտներից ավելի բարձր։ Վարչապետից, պրեզիդենտից, ազգային ժողովից, դատավորներից, դատարաններից ավելի բարձր։ Սահմանադրությունը բարձրագույն իշխանությունն է երկրի։ Եվ այդ իշխանությունը չի կարա ձևավորվի Նիկոլ Փաշինյանի կոտրած ապականված ձեռքով։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։